Բարի գալուս Civilnet, ինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքէջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Սարգսյան, զրույցի առարկան եւ հիմնական թեման ձեր առաջադրած օրենսդրական փոփոխություններն էին, հեղինակած, որոնք վերաբերում են զինվորական ծառայությանը, զորակոչի վերաբերյալ հարցերին եւ այլ կոմպլեքս անդրադառնում են ընդհանրապես ծառայության հետ կապված խնդիրներին, թե ինչի եք առաջ քաշել այս գաղափարը կամ այս փոփոխությունները, պարզ է, դրա մասին պարբերաբար խոսել եք, ասել եք, որ մոտավորապես 50%-ը խուսափում է բանակից վերջին 20 տարվա ընթացքում պարբերաբար առողջական հիմքով, ընդհանրապես ծառայության են անցնում զորակոչի ընդհանուր թվի 30-ից 40% ամեն տարի։ Գալով այդ 50%-ից, որ վերջին 20 տարվա ընթացքում ստաբիլ 50%-ը առողջական խնդիրներով չի ծառայում, խուսափում է ծառայությունից։ Մինչև բուն բանին օրենսդրական փոփոխությունների նպատակահարմարությանը գալ, արդյոք սա որպես իշխանական падգամավոր եմ հարցնում, արդյոք սա դիագնոզը չէ մեր իրավական իրավապահ համակարգին, քաղաքական նաև փոփոխությունների հետ կապված հույսերին, որ այդ իրավական համակարգում, իրավապահ համակարգում կլինեն փոփոխություններ, առողջապահական համակարգում կլինեն փոփոխություններ, ռեֆորմներին, որ պարբերաբար հայտարարվում է, այսինքն կոռուպցիան ինչպես կար այդ համակարգում, այդպես էլ մնացել է եւ ոչինչ չի փոխվել գոնե այս մասով։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ երկու բառով ասեմ առկա իրավիճակը եւ օրենսդրական նախաձեռնության նպատակը։ Ես 2019 թվականից ուսումնասիրում եմ Հայաստանի Հանրապետությունում զորակոչը թե ինչպես է տեղի ունենում եւ ինչպես բազմիցս հայտարարել ենք, վերլուծությունները ցույց են տալիս, որ զորակոչի ենթակա զորակոչիկների միայն 30-ից 40%-ն է վերջնարդյունքում զորակոչվում պարտադիր զինվորական ծառայության։ Մի մեծ մասը ազատվողների ավելի քան 80%-ը ազատվում են առողջական խնդիրների պատճառով կամ պատրվակով, 5%-ը մոտավորապես չի ներկայանում զորակոչին, մի մոտ 10%-ը ուսման նպատակով են ստանում տարկետում կամ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, մոտ 10%-ը։ Ու նաև չասեմ, որ նաև մեծ թվով քաղաքացիներ հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև զորակոչի տարիքին հասնել, այսինքն նրանք զորակոչի մեջ չեն մտնում։ Այսինքն այս թվերը, որ մենք ունենք, երբ որ ասում ենք, որ 30-ից 40%-ն է զորակոչվում, պետք է ասենք, որ դա զորակոչի ենթականների, իսկ այն մարդիկ, ովքեր արդեն հրաժարվել են, նրանք զորակոչի մեջ չեն մտնում։ Եթե այս թիվն էլ գումարենք, պատկերը ավելի վատ է կստացվի։ Եվ ինչպես պետք է շարժվենք առաջ, պետք է հասկանանք, թե ինչու է այսպես, ինչու են մարդիկ փորձում որևէ ճանապարհով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, հրաժարվել քաղաքացիությունից, ձևանել որպես հիվանդ կամ առողջական հիվանդությունների թղթեր պատրաստել կամ ուղղակի մեկնել Հայաստանի Հանրապետությունից ու չվերադառնալ, որտեղ ունենք 10,000-ից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ արական սեռի, ովքեր զինապարտության տարիքում են եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են ու հետախուզվում են բանակից խուսափելու պատճառով։ Պետք է ծառայությունը դարձնենք ավելի գրավիչ։ Առաջինը, ծառայության երկար ժամկետը իր հերթին պակաս գրավիչ է դարձնում պարտադիր զինվորական ծառայությունը։ Եվ իմ փորձը եւ այն խոսակցությունները, որ ունեցել եմ այս հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների հետ, բերել են ինձ համոզման, որ պետք է տանք կարճ ծառայելու հնարավորություն։ Դուք գիտեք, որ 2024 թվականի փետրվարին արդեն ընդունվեց իմ կողմից նախորդ շրջանառության մեջ դրված նախորդ օրենքի նախագիծը, որով մենք 27 տարի լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած արական սեռի քաղաքացիներին տվեցինք հնարավորություն վերադառնալ հայրենիք, վճարել 15 միլիոն դրամ ծառայության դիմաց կամ վճարել 8 միլիոն դրամ 1 ամիս ծառայության դիմաց կամ վճարել 5 միլիոն դրամ 6 ամիս ծառայության դիմաց կամ վճարել 2.5 միլիոն դրամ 1 ամիս ծառայության դիմաց կամ ծառայել 2 տարի ժամկետով որևէ բան չվճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ունենք 90-ից ավել քաղաքացիներ, ովքեր վերադարձել են, բայց պետք է ասեմ, որ այս թիվը մեծ չէ, քանի որ այս խումբը հետախուզվողների, ովքեր 27-ից ավելի բարձր են, շուրջ 4900 քաղաքացիներին է վերաբերվում եւ նրանց ընդամենը 1.8%-ն է օգտվել այս պայմանավորությամբ օրենքից։ Հույս ունեմ, որ առաջիկայում
եւս այլ քաղաքացիներ կօգտվեն եւ ինչքան ժամանակավար ընթացքում են 90 հոգի վերադարձել 1 տարվա ընթացքում 1 տարվա ընթացքում չվերադարձողների մի մասը ասում են որ գումարները բարձր են եւ մենք չենք կարող այդքան գումար վճարել չնայած նաեւ որ օրենքը տալիս է այլ ընտրանք որևէ բան չվճարելու եւ ծառայելու ամեն դեպքում քանի որ այս քաղաքացիները արդեն 27 տարի լրացած են չեն կարողանում կտրվել իրենց կյանքից մի մաս ունեն ընտանիքներ կամ բիզնես կամ այլ գործունեությամբ են զբաղվում եւ չեն կարողանում գալ եւ ծառայել 2 տարի ժամկետով որպեսզի ազատվեն պատասխանատվությունից կամ նշված գումարները չունեն Հիմա որոշում եմ կայացրել, որպեսզի նոր օրենքի նախագիծ շարժանառեմ եւ նման հնարավորություն տանք նաեւ 18 տարեկան լրացածներին, որտեղ ունենք հետախուզման մեջ գտնվող նաեւ 18-20-21 տարեկան տղաներ, որպեսզի նրանք չսպասեն մինչեւ իրենց 27 տարի լրանալ, այլ այսօր վերադառնան, այսօր օգտվեն օրենքից, ինչի արդյունքում մենք կունենանք եւ ավել զորակոչիկ եւ այդ ավել գումարներ, որով կկարողանանք այլ զինծառայողների ներգրավել եւ նաեւ լուծել պաշտպանության նախարարության այլ խնդիրները, որոնք մենք ունենք Եվ նաև այս մարդկանց ընտանիքների հարցերը կլուծվի, կկանգնացնենք նաև արտագաղթը, որովհետև բազմաթիվ ընտանիքներ լքում են Հայաստանի Հանրապետությունը հենց զորակոչի հետ կապված խնդիրների պատճառով ու ոչ միայն զորակոչիկն է լքում Հայաստանի Հանրապետությունը, այլ իր հետ նաև իր ծնողները, ընտանիքի մյուս անդամները։ Սրա հետ կապված ունենում ենք լուրջ խնդիր նաև դեմոգրաֆիական, որի դեմը մենք պետք է առնենք։ Ու այս օրենքի նախագծի ընդունման պարագայում ես վստահ եմ, որ մենք կունենանք եւ ավել զորակոչ եւ մի քանի միլիարդ ավել հավաքագրումներ պետական բյուջե ու կկարողանանք շատացնել մեր զինծառայողների թիվը նաեւ ներգրավելով այլ պայմանագրային զինծառայողների։ Սարգսյան, ես հասկանում եմ, որ դուք գործադիր մարմին չեք, դուք պատգամավոր եք եւ փորձում եք ձեր պատկերացումների, ձեր ունեցած ինֆորմացիայի եւ ելույթների շրջանակներում որոշակի լուծումներ տալ այս խնդրին։ Բայց այնուամենայնիվ այն լուծումը, որ դուք եք առաջարկում եւ տարբեր ձև է դա մեկնաբանվում, մեկը կողմ է, մյուսը դեմ է, չի լուծում այն հարցը, թե ինչու են մարդիկ խուսափում բանակից։ Հա, ժամկետի կրճատումը կարող է որոշակի այսպես հնարավորություններ ստեղծել մարդկանց համար, որ ով ցանկանում է քիչ ծառայել, գնա քիչ ծառայի, եթե այդ հնարավորությունն ունի։ Բայց հիմնական պատճառը, որ մարդիկ նշում են շատ հաճախ, որ խուսափում են ծառայությունից, դա պարզ է, պատերազմական իրավիճակն է, որ սուբյեկտիվ, եթե վերցնենք, ցանկացած ընտանիք չի ուզում, որ իր տղան գնա զոհվի կամ պոտենցիալ զոհվելու այսպես իրավիճակում հայտնվի։ Դա ոչ մարտական պայմաններում զոհերի բավական մեծ թիվն է, որ Հայաստանում կա գրանցվում է։ Ոչ կանոնադրական հարաբերություններն են։ Ինստիտուտների, հատկապես բանակի նկատմամբ, հատկապես պատերազմից հետո, այսպես վստահության ճգնաժամն է։ Այս բոլոր խնդիրները ձեր առաջարկած օրենքը կամ օրենսդրական փոփոխությունները կամ չեն լուծում, կամ շատ մասամբ են լուծում, հա։ Բայց քանի կան այս խնդիրները, մարդիկ այնուամենայնիվ փորձելու են խուսափել բանակային ծառայությունից, հա։ Այդ դեպքում ինչ խնդիր կարող է լուծել այս օրենքը։ Տեսեք, բնականաբար պատերազմից հետո բանակից խուսափելու ցանկությունը ավելի է մեծացել զինծառայողների, հատկապես ծնողների շրջանում, որպեսզի ամեն գնով փորձեն իրենց երեխաներին հետ պահել ծառայությունից։ Ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում, որպեսզի մենք տանք հնարավորություն կարճատև ծառայության Նաև դա ինչ որ չափով կլուծի այդ վախերը, եթե մի բան է երբ քո տղան պետք է 2 տարի ծառայի, մի բան երբ պետք է ծառայի 6 ամիս, օրինակ կամ 1 ամիս որոշակի գումարի դիմաց եւ հաշվառվի պայեստազորում։ Սա ռիսկերը մի փոքր նվազեցնում է, բայց արդարության համար պետք է ասեմ, եթե լինի ասֆալտչանի, լինի որևէ կարիք, այս տղաները նույնպես պետք է կանչվեն, քանի որ նրանք արդեն ամբողջապես գրանցվում են մեր պայեստազորում, ակտիվ պայեստազորում, համալրում են պայեստազորի շարքը, ունենում են իրենց հաշվառման զորամասը, զինատեսակը եւ կարիքի դեպքում կանչվելու են նաեւ 25 օրյա հավաքների կամ այլ հավաքների։ Ինչ վերաբերվում է մյուս հարցերին, որ ունենք մենք այլ խնդիրներ բանակում, ֆունդամենտալ խնդիրներ իհարկե ունենք, շատ խնդիրներ ունենք ու բոլոր խնդիրներին փորձում ենք անդրադառնալ եւ անդրադառնում ենք։ Այլ բան է, որ կան խնդիրներ, որոնք մեծ ժամանակ են պահանջում կամ մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում, որպեսզի լուծվի։ Այո, նաև կան խնդիրներ, որոնք ուղղակի կամք են պահանջում եւ հնարավոր է դա աշխատանքի արդյունքում շատ արագ լուծել։ Համաձայն եմ ու կիսում եմ այն կարծիքը, որ բանակում կա խնդիրներ, այո, կան խնդիրներ, ինչպես ցանկացած համակարգում, այնպես էլ բանակում։ Հաշվի առնելով բանակի մեծությունը, բանակի խնդիրները ավելի շատ են։ Իսկ ինչ վերաբերվում է թե ինչ քայլեր ենք մենք այլանում, մենք նաև ես այս նախագծով առաջարկում եմ խստացնել եւ բարդացնել բանակից խուսափելու արկա ճանապարհները։ Առաջին քաղաքացիությունից հրաժարվելու համար պետական տուրք պետք է մուծի քաղաքացին,
150,000 դրամ վերջի փոփոխություններով առաջարկում են, որպեսզի տուրքը դառնա 15 միլիոն դրամ, որպեսզի քաղաքացիությունից հրաժարվելը չլինի այդքան հեշտ, ինչպես այսօր է, եւ բազմաթիվ քաղաքացիներ չհրաժարվեն քաղաքացիությունից։ Սա նաեւ գլուխի այն անարդարությունը, որ այսօր կա, այն ծնողներ, ովքեր ունեն հնարավորություն այլ երկրում գնալու այլ երկիր, իրենց երեխային հաշվառելու այլ երկրում եւ այլն, նրանք այս ճանապարհով պետության ընդամենը 150,000 դրամ վճարելով լուծում են այս հարցը, իսկ այն քաղաքացիներ, ովքեր չունեն ֆինանսական միջոց, չեն կարողանում լուծել եւ զորակոչվում են ծառայության։ Սա նաեւ գալիս է այս անարդարությունը լուծելու եւ այս խնդիրը, այս ճանապարհը փակելու, որպեսզի տարեկան մոտ 2000 քաղաքացի են ունենում Արական սեռի միջև 18 տարեկան, ովքեր հրաժարվում են քաղաքացիությունից։ Հաջորդը կառավարության մի շարք որոշումներում կատարելու ենք փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրներ ունեցողներին տանենք սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության, որպեսզի եթե նա ունի ինչ-որ խնդիր, որ չի կարող ամբողջությամբ ծառայել, մասնակից ծառայի իր հայրենիքին, սրանովից նաեւ նվազեցնելու ենք ռիսկերը, որպեսզի մարդ չգնա փող չտա բժշկին, որպեսզի չգրեն ընդունենք իր կարճատեսությունը ինչ-որ աստիճանից բարձր է, որովհետև միևնույն է նրանք զորակոչելու են ծառայության, ճիշտ է նա չի լինի հրաձիգ, բայց այլ մասնագիտությամբ կարող է պիտանի լինել ծառայության ընթացքում իր պետությանը։ Այսինքն սրանով նաև զորակոչի թիվն ենք բարձրացնելու եւ նաև փակելու ենք այն ճանապարհները, որոնք այսօր առկա են առողջական խնդիրների պատճառով ստանատարկետում կամ ազատվել ծառայությունից։ Ես ճիշտ եմ հասկանում, որ անուղղակիորեն դուք ընդունում եք, որ կոռուպցիան առողջապահական համակարգում, իրավական համակարգում շարունակում է մնալ եւ քանի որ դա կա ու ոչ մի ձև չի նվազում գոնե այս մասով, առաջարկում եք այդ գումարները ոչ թե ուղղեն անհատների գրպանները, այլ ուղղեն պետության գրպանները։ Ոչ թե անուղղակի, այլ ուղղակի։ Ես ուղղակի եմ դրա մասին ասում, թե անուղղակի ասելու կամ գաղտնիք չկա։ Չէ, ի նկատի ունեմ օրենքն անուղղակի ասում։ Երևի օրենքը անուղղակի դա է ասում, ես էլ մեկնաբանություններում շատ ուղղակի հիմքում դնում եմ։ Դա գալիս է քաղաքական պատասխանատվության։ 2018-ին դուք եկել եք իշխանության, առաջին հերթին նրա համար իհարկե անարդարացիության, որպեսզի համակարգային կոռուպցիան վերացնի։ Այո, որպեսզի օրինակ ամեն մարզպետ կամ падգամավոր կամ վայնկոմ չունենա քվոտա, որ դու կարաս այսքան զորակոչիկ ազատես, սրանից ավել մի ազատի, ինքն էլ դրա մեջ տեղավորվի իր ֆինանսական հարցերը։ Կարծում եք վերացրել եք համակարգային կոռուպցիան, այո, վերացրել ենք։ Հիմա չկա տենց մարդ, ով ունենա քվոտա, որ իրան ասածել են գիտես ինչ կա, դու հնարավորություն ունես օրինակ 10 հոգու ազատելու, 10 հոգու ազատի, բայց մնացածին բեր ծառայությանը 10 հոգու մեջ ինչքան փող կաշխատես ոնց կանես, էթիկո խնդիրներ եղել է քվոտա։ Եկեք արդյունքով դատենք։ Մինչև 2018 թվականը տարեկան 50% առողջական խնդիրներով ազատվում էր, ձեր թվերն եմ ասում։ 18-ից հետո էլի շարունակում է տարեկան 50%-ը զորակոչի ազատվել զինծառայությունից։ Ես ասում եմ համակարգային կոռուպցիան է վերացել 2018-ից։ Շատ լավ, բայց արդյունքը չի փոխվել։ Այսինքն այդ գումարը կաշառքը ներքևից չի գնում միջև երկրի ղեկավար կազմ, բայց ներքևի մակարդակում միջին օղակներում կանգնում է։ Ներքևի մակարդակում բնականաբար կոռուպցիան մնացել է, այլապես այս պատկերը չենք ունենա։ Երևի Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի գիտի մարդ կամ առնվազն միջնորդավորված մեկի միջոցով ճանաչում մեկին, ով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից կոռուպցիա սխեմայի միջոցով։ Պարոն Սարգսյան, երբ դուք ասում եք նրա մասին, որ նաև խստացվում է մինչև 18 տարեկան Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու կամ քաղաքացիությունից ուրեմն հրաժարվելու էս գործընթացը, հա, ու խստացվում է, որ թանկացվում է բավական շատ, մոտ 100 անգամ կամ ավել։ Գիտեք, մի կողմից լավ է իհարկե սա, եւ մարդիկ կարող է ծափահարեն ձեզ, որ իսկապես այդ խութը կամ այդ հնարավորությունը փակվում է, բայց մյուս կողմից առաջանում է մի այսպես փիլիսոփայական հարց, որը շուտ չգիտեմ մտածել եք թե ոչ։ Մարդը նստում մտածում է, ասում է կրակն եմ ընկել, որ ես Հայաստանի Հանրապետությունում եմ ծնվել։ Օրինակ, չգիտեմ, մարդ եմ, ես չեմ ուզում մեռնեմ, կամ ընտանիքն է այդպես մտածում։ Չեմ ուզում ծառայեմ, կամ նոր եմ ծնվել կամ չգիտեմ 2 տարեկան է ծնողները որոշում են գնալ Հայաստանի Հանրապետությունից, այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերել եւ ասում են գիտեք ինչ 15 միլիոն դրամ պետք է վճարեք դրա համար։ Այս փիլիսոփայական հարցը առաջացել է ձեր մոտ թե ոչ։ Այդ հարցը շատ են տալիս, տեսեք այդ հարցերը իրականում օբյեկտիվ են ու կարան գոյության իրավունք ունենան, բայց երբ մեր երկրում կա պարտադիր զինվորական ծառայություն, դրա մասին խոսելը արդեն դառնում է իմաստազուրկ։ Այսինքն կան քաղաքացիներ, ովքեր գրում են այս օրերին, հավանաբար նրանք, ովքեր որ այս process-ի մեջ են եւ փորձում են իրենց երեխաներին դուրս հանել եւ այո հրաժարվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, գրում են մենք չենք ուզում լինենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դուք
ինչու եք ձեզ նման իրավունք վերապահում։ Ազատությունը սահմանափակելու։ Այո, սահմանափակելու մեր իրավունքները։ Ես շատ պարզ պատասխան եմ տալիս։ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն գոյություն ունի։ Եվ արական սեռի քաղաքացիները 18-ից 27 տարեկան պարտավոր են անցնել պարտադիր զինվորական ծառայություն։ Եվ դա պարտադիր է։ Եթե դու ուզում ես հրաժարվել, որպեսզի այդ քո պարտավորությունը պետության նկատմամբ չկատարես, դու պետք է գոնե դրան համարժեք գումար վճարես, որպեսզի այդ բացը, որ լինելու քո չծառայելու արդյունքում, այլ զինծառայողով լրացվի։ Ու դա շատ արդարացի է մյուս ծառայողների նկատմամբ։ Այս օրենքով գոնե մարդկանց հետ, որոնց հետ ես շփվել եմ եւ հանրային ընկալումներում, ես իհարկե չգիտեմ հանրության մեծ մասին ինչ եմ մտածում, հարցումներ չունեմ, բայց այնուամենայնիվ այն շրջապատը կամ սոցիալական ցանցերը, որ ես տեսել եմ, այդ տրամադրությունները շոշափել եմ, մոտավորապես նաեւ փորձագիտական շրջանակներում ընկալումն այսպիսին է, ընդունելով այն բարքերը, որ այսօր կա, որ մարդիկ խուսափում են տարբեր կերպ եւ այլը, բայց ասում են, այսպես էլ լեգալացվում է այն հնարավորությունը, որ հարուստները խուսափեն ծառայությունից, իսկ բանակում ծառայելը դառնա աղքատների, բանվորների, գյուղացիների, այսպես ասած, հիմնական, այսպես արտոնությունը ճակերտների մեջ, որոնք են ձևավորվում։ Խնդրեմ, ինչպես պետք է այդ մարդկանց համոզեք, որ իրենք սխալ են մտածում։ Առաջինը, չի ստեղծվում հնարավորություն բանակում չծառայելու, ընդհակառակը վերածվում է բանակում չծառայելու արկա ճանապարհները, որովհետև նախագծով չկա որևէ հնարավորություն, որ մարդ չծառայի։ Նա առնվազն 1 ամիս կամ 6 ամիս պետք է ծառայի եւ հաշվառվի պայեստազորում, հետագայում նաեւ որպեսզի կանչվի հավաքների։ Սա մեկ, ֆիքսենք, որ ծառայությունից խուսափելու 1 ամիս, 6 ամիս, 24 ամիս։ Այո։ Ֆիքսենք, որ ծառայությունից խուսափելու տարբերակները փակում ենք։ Հիմա երբ որ ասում են հարուստների տղաների համար հնարավորություն է ստեղծել, որպեսզի չծառայեն, աղքատները ծառայեն, չկա նման բան։ Հակառակը, հենց հիմա արկա իրավիճակում հարուստների երեխաները ունեն հնարավորություն չծառայելու, մենք նրանց կտրում ենք այդ հնարավորությունից, ասում ենք դու պարտադիր պետք է գաս ծառայես, որտեղ չենք թողում քաղաքացիությունից հրաժարվես, հիվանդությունները ավելի ցանկը փոքրացնում ենք եւ այլն։ Տարիքային շեմն ենք բարձրացնում պարտադիր զինվորական ծառայության 27-ը դարձնում ենք 37։ Եթե օրինակ դու ուսման համար գնացել ես Լոնդոն, 4 տարի սովորել ես, դրանից հետո մտածում ես 5 տարի կարասնդի առանց անձնագրի ապրես, դրանից հետո սահմանային տարիքդ լրանա, մենք ասում ենք, որ բարձրացնում ենք շեմը։ Դու պարտադիր պիտի արդեն վերադառնաս կամ եւս 10 տարի շարունակես առանց անձնագրի ապրել արտերկրում, ինչը քո համար խնդիրներ է ստեղծելու, դրանով իսկ խնդիրներ ստեղծելով նրան փորձում ենք համոզել, որպեսզի նա գա Հայաստանի Հանրապետություն, քանի որ մեր քաղաքացիները, ովքեր 18 տարեկան են, նրանց անձնագիր չի տրվում 10 տարի ժամկետով, նրանք կարճ ժամկետով են ունենում անձնագիր, եթե գնում են դուրս սովորելու եւ լրանում են նրանց տարկետումը, նրանց անձնագրի վավերականության ժամկետը համարվում է անցած։ Իրենք հյուպատոսություններ չեն կարող դիմել այնտեղ անձնագիր վերցնել։ Կարող են դիմել, բայց հյուպատոսությունը ասում են, որ դու պետք է բանից զինվորական կոմիսարիատից պետք է բերես համապատասխան թղթեր, որ դու կամ ծառայած ես։ Ըստ էության չի կարողանա։ Ըստ էության, քանի որ նա ծառայած չի, նաեւ նրանց վրա քրեական գործ է հարուցվում, քանի որ նրանք չեն ներկայանում զորակոչին, հետեւաբար չեն կարողանում թարմացնել իրենց անձնագրերը։ Այսինքն այս խնդիրները ստեղծելով մենք այդ հարուստի երեխան, որ գնացել է դուրս ու հույս ունի, որ ազատվելու է ծառայությունից, մենք նրան ասում ենք, որ ամեն ինչ անում ենք, որ դու գաս ծառայության, բարդացնելով քո համար, միևնույն ժամանակ ստեղծելով հնարավորություն վճարելու գումար ու ծառայելու կարճ։ Տեսեք, մենք ունենք երիտասարդներ, ովքեր օրինակ օդաչուներ են դարձել, դրսում բարձրագույն ինստիտուտներում սովորելու արդյունքում եւ կարողանում են բարձր աշխատավարձով աշխատել։ Կան նման տղաներ, ովքեր որ աշխարհահռչակ ֆիրմաներում աշխատում են օդաչու եւ սահմանային տարիք անցնելուց հետո պարտադրված են եւ ճանաչում են նաեւ տղաներ, ովքեր վերադարձել են Հայաստանի Հանրապետություն, որպեսզի լուծեն իրենց խնդիրները։ Հիմա այս օրենքի ընդունման պարագայում մենք նրանց ոչ թե տանելու ենք 2 տարվա ծառայության, մենք նրանց տանելու ենք կարճատև ծառայության, նրանք հնարավորություն ունելու աշխատելով վճարելու գումար, որով մենք 2 զինծառայող ենք արդեն տանելու 2 տարվա ծառայության եւ նաեւ իրենց ենք գրանցելու պայեստազորում, այսինքն մենք 0-ի փոխարեն տանում ենք 3 զինծառայող օրենքի արդյունքում։ Շատ լավ, տեսեք, 1 ամիս 20 միլիոն դրամ, այս կարգությամբ որ հայտարարված, եթե վճարում ես 20 միլիոն դրամ կարող ես 1 ամիս ծառայել, 15 միլիոն դրամ 6 ամիս ծառայել եւ 24 ամիս ոչինչ չվճարելով, պարզ է։ Ինչպես է ընտրվել այս գումարի չափերը եւ ժամկետի չափը։ Ինչու 1 ամիս, որովհետեւ ցանկացած
գործին ծանոթ մարդու հետ որ խոսում ենք, այսինքն զինվորական կլինի, ռազմական ոլորտի փորձագետ կլինի, ասում եմ 1 ամիսը շատ քիչ ժամկետ է, որ ընդհանրապես որևէ պատրաստում, զինվորական պատրաստում անցնի մարդը եւ որևէ ներդաշնակում անցնի այն, չգիտեմ, վաշտի, զորամասի եւ այլնի հետ, որ ինքը պատկերացում ունենա հանկարծ եթե ինչ-որ մի բան եղավ, ու որ ուղղությամբ ինչ պետք է անի, չգիտեմ, ինչպես պետք է օգտագործի սպառազինությունը եւ այլն։ Ինչու է 1 ամիս ժամկետը դրված։ Տեսեք, երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ կան երկրներ, որտեղ կա 21 օրյա ծառայություն կամ 35 օրյա ծառայություն։ Այսինքն կրճատված ժամկետով որոշ մասնագիտություններ ձեռք բերել բանակում, դա ամբողջությամբ հնարավոր է եւ իրատեսական է։ Չասեմ, որ կան մասնագիտություններ, որոնք հնարավոր է ձեռք բերել եւ տիրապետել այդ զինատեսակներին եւ բանակում ծառայելու կանոններին 1 շաբաթվա ընթացքում։ Մենք գիտենք, որ նաեւ դրանք համադրելի երկրներ են Հայաստանի հետ, նույն սպառնալիքներ ունեն, օրինակ Հունաստանը ունի նման կարգավորում, Թուրքիայում կա նման կարգավորում, այսինքն այն երկրները, որտեղ որ նաեւ կիսապատերազմական կամ ոչ խաղաղ իրավիճակ է։ Նաեւ ես օրենքի հիմքում Նաև այս օրենսդրական նախաձեռնության հիմքում դրել եմ միջազգային փորձը ուսումնասիրելով մեր հարևան պետությունները, օրինակ Ադրբեջանի փորձը, Թուրքիայի փորձը, Իրանի փորձը եւ նաև մեզ նման երկրներից Սիրիան եւ Հունաստանը, ովքեր որ ունեն որոշակի կոնֆլիկտներ հարևան պետությունների հետ։ Այսինքն մասնավորապես իմ նշած երկրներում պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը բարձր է 40-ից։ Օրինակ Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը 41-ն է։ Այսինքն Թուրքիան պարտադիր զինվորական ծառայության ենթակային 20-ից 41 տարեկան արական սեռի քաղաքացիները, Ադրբեջանում 19-ից 40 տարեկանները, Հունաստանում 19-ից 45 տարեկանները, Սիրիայում 18-ից 42 տարեկան անձինք։ Այսինքն մեր մոտ դեռ ավելի հեշտ է այս նշած երկրներում չնայած նրանց մի մասը չունեն զորակոչի հետ կապված լուրջ խնդիր ինչպես մենք, բայց իրենց մոտ զորակոչի սահմանային տարիքը շատ ավելի բարձր է, քան մեր մոտ։ Մեր մոտ 27-ն է, առաջարկում եմ, որպեսզի բարձրացնենք, որպեսզի համադրելի լինի օրինակ Ադրբեջանի 40-ը։ Ենթադրում եմ 27-ը ԽՍՀՄ ժամանակից մնացած նորմա է։ Ռուսաստանում էլ է եղել, մինչև վերջերս 18-ից 27, վերջերս նրանք կատարել են փոփոխություններ եւ դարձրել են 30։ Իսկ գումարի չափը ինչպես է որոշել։ 15 միլիոն դրամը դա մոտավորապես այն գումարն է, որը կարող ենք վճարել 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձի չափով։ Այսինքն եթե 48-ը բազմապատկենք 300,000 դրամի, ստացվում է 14,400,000 դրամ, 14 միլիոն 400,000 դրամ, կլորացնելով ստացվում է 15 միլիոն դրամ։ Դա այն գումարն է, որը մենք պետք է վճարենք 48 ամսվա ծառայության դիմաց պայմանագրային զինծառայողներին։ 48 Այսինքն 224։ Հասկացա։ Լավ, հա, 2 զինծառայողի համար։ Այդ դեպքում դուք ուսումնասիրել եք մեր ռեզերվը կամ զորակոչային այն ռեսուրսը, որ ունենք, որ ձեր փաստարկը որն է, եթե մարդը գալիս 6 ամիս է ծառայում եւ 15 միլիոն է վճարում, ապա դրա դիմաց մենք կարող ենք 2 պայմանագրային զինծառայող, հա, ներգրավել բանակում։ Մեր ռեսուրսը որքան է պայմանագրային զինծառայող գումարի դիմաց ներգրավելու առումով։ Արդյոք իսկապես այդ ռեսուրսը կա այդքան որակյալ զինծառայողներ, իրենց ֆիզիկական, հոգեբանական կարգավիճակով կամ պոտենցիալ զինծառայողներ, որոնց կարելի է պայմանագրային տանել այդ եղած գումարով։ Այո, մենք ունենք 100,000-ավոր քաղաքացիներ, ովքեր կարող են անցնել պայմանագրային զինվորական ծառայություն։ Պայմանագրային զինվորական ծառայության համար պարտադիր պայմաններ, որ անձը պետք է լինի ծառայած եւ մինչեւ 45 տարեկան։ Մենք ունենք մի քանի 100,000 նման քաղաքացիներ ու ունենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր գործազուրկ են եւ գտնվում են 18-ից 45 տարեկան հասակում եւ բանակում ծառայած են։ Եվ կա պետությունը կարծես գնում այն ճանապարհով, որ պետք է պաշտպանության այսպես համընդհանուր պաշտպանական հայեցակարգի մեջ լինի, հա, հասարակության տարբեր շերտեր այս կամ այն ձև մասնակցեն պաշտպանական համակարգի համապարփակ պաշտպանության այսպես կոնցեպտին։ Ձեր առաջարկած օրինագիծը ինքը տեղավորվում է դրա մեջ, թե ոչ։ Այո, միանշանակ տեղավորվում է, նաև նախագծի տրամաբանությունն է այդպեսին, որ մենք եթե ամբողջ շեշտը դնում ենք միայն բանակի վրա, մենք քիչ ուշադրություն ենք դարձնում տնտեսության զարգացմանը, բնակչության թվին կամ դեմոգրաֆիական խնդիրներին, մենք վաղ թե ուշ առնչվելու ենք ավելի մեծ խնդիրների բանակում։ Այսինքն, եթե մենք ունենք վճարունակ քաղաքացիներ, ովքեր լքում են Հայաստանի Հանրապետությունը, իրենց հետ տանելով իրենց կուտակած կապիտալը այլ երկիր, մշտական բնակության,
իրենց հետ տանելով նաև ելի եմ կրկնում իրենց կൂտակած գումարները, մենք լրջագույն խնդիր ենք ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ դեմոգրաֆիական, եւ հնայի տեսքով, եւ նաև հարկերի հավաքագրման առումով, քանի որ ինչքան պակասում է մեր երկրում քաղաքացիների թիվը ու նաև վճարունակների եւ ձեր նշած հարուստ անձանց, այդքանով նաև ընկնում է մեր երկրի հնան, այդքանով նաև պակասել են մեր հավաքագրվող հարկերը եւ նաև տարեստարի ավելի քիչ երեխաներ ենք ունենալու, ինչը բերել է դեմոգրաֆիական խնդրի։ Այսինքն մենք հնարավորություն ենք տալի կարճատև ծառայության, սա միայն ծառայության գրավչությունը բարձրացնելու համար չի, սա նաև արտագաղթը կանգնացնելու, այն արտագաղթը, որը սրա պատճառով է։ Ես չեմ ասում, որ միայն բանակում չծառայելու համար են մարդիկ Հայաստանի Հանրապետությունը լքում, տարբեր պատճառներով են հաճախ լքում Հայաստանի Հանրապետությունը, բայց պետք է առերեսվենք այն ճշմարտության հետ, որ մեծամասամբ դա լինում է նաև բանակի պատճառով։ Եվ վերջին հարցը։ Վերջին մոտավորապես մի քանի ամիսների ընթացքում դուք երկու նախաձեռնությամբ հանդես եկաք, օրենսդրական նախաձեռնությամբ, որոնք ոչ միանշանակ են ընդունվում եւ ընկալվում ոչ միայն հասարակության մեջ, նաև ձեր իշխանության շրջանակներում կամ ֆրակցիայում եղան տարբեր քննարկումներ։ Մեկը on-line այսպես շահումով խաղերի, կազինոների հետ կապված օրենսդրական նախաձեռնությունները, որ հարկերի բարձրացում էր նախատեսում, բավական կոշտ ընդդիմություն ձևավորվեց այդ թվում նաև իշխանության ներսում, այսինքն փորձեցին հնարավորինս մեղմել դրա ազդեցությունը եւ դա ինչ որ չափով փոփոխությունների բերեց։ Հիմա սա եւ այդ առումով տարբերվում եք ձեր խմբակցության մյուս անդամներից։ Ինչ որ առումով այսպես հանդես է գալիս նախաձեռնությունների, որոնք նաև ձեր խմբակցության ներսում որոշակի խնդիրներ են ստեղծում։ Ինչու է այդպես։ Ես չեմ կարող այլ անձանց փոխարեն պատասխանել, ես կասեմ, թե որն է իմ օրենսդրական նախաձեռնությունների մոտիվացիան։ Ես Հայաստանի Հանրապետության պատգամավոր եմ դարձել հեղափոխությունից հետո մեզ իշխանություն է բերել մեր ժողովուրդը պայքարի արդյունքում եւ ասեմ ավելին, երբ որ տեղի ունեցավ 2023 թվականի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես այդ օրը գտնվում էի ձերբակալված անձանց պահման վայրում եւ ինձ սպառնում էր մինչեւ 8 տարվա ազատազրկում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Եվ միայն ժողովրդի պայքարի արդյունքում հնարավորություն ունեցանք մենք անելու հեղափոխություն, ինչի արդյունքում նաև ես հայտնվեցի ազատության մեջ, հետագայում նաև ժողովրդի ընտրությամբ ազգային ժողովում։ Իմ մոտիվացիան հետևյալն է, որ մեր ժողովուրդը մեզ պատվիրակել է, մեզ գործուղել է ազգային ժողով, որպեսզի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գանք, որպեսզի մեր երկիրը դարձնենք ավելի լավը, ավելի ուժեղ, ավելի հզոր։ Սրանով է պայմանավորված, որ ես վերջերս շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որի նպատակն է բարձրացնելու բուկմեկերական գործունեության եւ շահումով խաղերի հարկերը եւ տուրքերը, ինչի արդյունքում նաեւ պայքարի հետեւողական լինելու արդյունքում նաեւ վարչապետի աջակցությամբ հնարավոր եղավ երկու անգամ բարձրացնել գործող տուրքերը, ինչի արդյունքում տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտ կունենա մեր պետությունը, որը կուղենք այն խնդիրների լուծմանը, որոնք մեր պետության առաջ ծառացած են երկար տարիներ շարունակ։ Քանի որ պաշտպանական հարցերով զբաղվում եք, տեսեք, Արցախից մենք ունենք այստեղ եկած բավական լուրջ զորակոչային եւ ոչ միայն զորակոչային, այլ նաեւ պատրաստի բանակային ռեսուրս։ Արցախի բանակը, որը Հայաստանի բանակի մի կորպուսն է եղել մշտապես, գիտեք, ինքը եղել է ամենամարտունակ հատվածներից մեկը։ Հիմա այդ հսկայական հատվածը Հայաստանում կամ, չգիտեմ, սոցիալական խնդիրների լուծմամբ է զբաղված, կամ փորձում է արտագաղթել երկրից այլ տեղերում իր խնդիրները լուծելու համար սոցիալական։ Ինչ պետք է անել այս ուղղությամբ, որպեսզի այդ մարդկանց ներգրավել Հայաստանի պաշտպանության բնագավառում, Հայաստանի պաշտպանության համակարգում, եւ ինչու դա չի արվում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն բոլոր իրավունքները, ինչը ունեն նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բնականաբար, եւ նրանց մեծ մասը օգտվում են այդ իրավունքներից։ Ես գիտեմ, որ բռնի տեղահանված բազմաթիվ մեր հայրենակիցներ անցել են աշխատանքի ինչպես պետական կառավարման համակարգի տարբեր մարմիններում, այնպես նաև պաշտպանության նախարարությունում, եւ այդտեղ որևէ գաղտնիք չկա, օրենքով սահմանված կարգով, ովքեր որ կարող են անցնել պայմանագրային զինվորական ծառայության կամ այլ ծառայության, նրանք դա այսօր էլ շատ բարեհաջող կատարում են եւ չկա որևէ տարանջատում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ այդ տեղերից Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև։ Իսկ ներքին դիսկուրսները, խոսակցությունները, տեղյակ եք վստահ եմ այդ խոսակցություններից, որոնք մերթ հասնում են ազգամիջյան ներազգային թշնամանքի աստիճանի, դա չի խանգարում այդ process-ը։ Դա անընդունելի է,
կտրականապես չի կարելի որևէ ազգամիջյան տարանջատում դնել որևէ երկու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև անկախ նրանից նա որտեղ է ծնվել Վրաստանում է ծնվել Ռուսաստանում է ծնվել Լեռնային Ղարաբաղում է ծնվել կամ Հայաստանի որ մարզում է ծնվել Գյումրիից ասում եք որ դա անընդունելի է որ մեր տանում են բոլորը գիտեն որ անընդունելի է չի կարելի նման տարանջատում դնել դա վարչապետի ուղիղ հանձնարարականն է եւ ելույթների ընթացքում վարչապետը բազմիցս հայտարարել է որ ես օրինակ Իջևան թեմային որքանով Ղարաբաղցի կամ Գյումրեցի կամ Տավուշեցի այսինքն որևէ տարանջատում դնել ծնվելու վայրից դա ուղղակի անընդունելի է չի կարելի բանել Շնորհակալ եմ զրույցի համար Ես նույնպես շնորհակալ եմ Civility տաղավարում ես զրուցեցի Հայկ Սարգսյանի հետ առողջ եղեք կհանդիպենք